Համաձայնության մասին խոսելու պատեհություն չեմ տեսնում։ Նախ լրագրողների հարաբերությունները գնալով ավելի սրվում ու լարվածությունը խորանում է, դուք նախորդ անգամ մեզ եք հորդորում, որ տենց փոխենք ոչը բան, բայց հիմա դուք եք ավելի այդպես ագրեսիվ եւ հարձակողական, ինչը շատ են քննադատում, ես իմ կողմից ձեզ հորդորում եմ վերանայեք ձեր մոտեցումները, անկախ մեր տված հարցերից ձեզ դուր են գալիս թե ոչ, ի վերջո մենք ենք ձեզ լուսաբանում, հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներ եւ նաեւ մեր հարցերի շնորհիվ որ դուք հնարավորություն եք ունենում դրսևորվելու, արտահայտվելու, ինչ ուզում եք ասեք։ Մի խոսքով Ռուսաստան այցի հետ կապված մի հարց ունեմ, որ վաղուց էի պլանավորել տալ։ Դուք այստեղ, դուք եւ ձեր թիմակիցները այստեղ ամբիոնից հայտարարում եք, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանը դարձնի գուբերնիա, Ռուսաստանը սպառնում է Հայաստանի անկախությանը ու հետաքրքիր է այստեղ, եթե երբանից է սպառում վերջին 8 տարին, երբ որ դուք եք իշխանության, թե նախորդ 30 տարին, եթե նախորդ 30 տարին է, ապա ապրեն նախկինները, որ թույլ չեն տվել, որ անկախ են պահել Հայաստանը։ Եթե հիմա է, ապա ինչու է սպառնում։ Եթե իսկապես այդպիսի տվյալներ ունեք, ձեր արտաքին հետախուզությունը այդպիսի տվյալներ ունի, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանը դարձնել գուբերնիա, կամ չգիտեմ, Չեչնիայի, Կաբարդինո-Բալկարիայի նման ինչ-որ մի մարզ, ապա ասել եք դա երեք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, որ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչու ես աչք դրել մեր սուվերեն տարածքի վրա, ինչու ես ուզում դարձնել գուբերնիա, որտեվ այստեղ մի բան եք խոսում, այլ ռետրոբանությամբ դուք գնում եք Ռուսաստան, դրիվ այլ շատ ջերմ, բարի ժպիտով հայ-ռուսական հարաբերություններից եք խոսում։ Կարծում եմ պետք է ազնվություն մտցնել այստեղ եւ այստեղի խոսույթը, նաեւ ձեր թիմակիցների ու այնտեղի խոսույթը, որ համապատասխանեն եւ հասկանանք Ռուսաստանը մեզ թշնամի է, բարեկամ է, սպառնում է մեր անկախությանը, չի սպառնում, ո՞նց է սպառնում, եթե սպառնում է, զենքը վերցնենք, գնանք կռվենք, չկռվենք, չգիտեմ ինչ անենք։ Մեկ էլ մի կեսկատակ մի թույլատնելով լարվածություն էլի, կեսկատակ կեսուժ մի առաջարկ ունեմ ձեզ, բայց անկարծ խնդրում եմ ընտրակաշառք չդիտարկեք։ Ես էլ երկար մտածեցի ձեր առաջարկի մասին, որ ես գնալ եմ ձեզ ձայն տամ ԿՊ-ին ընտրություններին։ Տեսեք, ես համաձայն եմ ձեզ ձայն տալ, բայց մի պայմանով, դες ժպիտ եկավ, բայց մի պայմանով, դուք պետք է ինձ տուն տակ այն շենքում ցանկալի է, որտեղ որ դուք եք ոնց որ բնակարան առել, որտեղ եթե անկեղծ եմ ասում, եթե տանը ինձ իմանան, որ ես ձեզ ձայն եմ տվել, ինձ ուղղակի տուն չեն թողնի։ Իսկ ես տուն չունեմ սեփական, իմ անունով չի, դուրսնել չեմ մնալու։ Ձեր թիմակիցների նման էլ չեմ հացրել մի քանի տուն հետքրծեմ նորակառուցներում, եթե ձեր բնականում տուն կտակ, կարելի է մտածել այդ ուղղությամբ, համել եթե իշխանություն չլինեք, իր հետ կշփվենք, նարդիկ խաղանք, հիշենք նախկիներին, ես իմ նախկիներին, դուք ձեր, մենք բոլորի նախկիներին, կբողոքենք իրենցից, մեկը չենք սիրում։ Իրենց շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ մարդիկ իրենց տունը պետք է վաստակեն իրենց աշխատանքի շնորհիվ, եթե սոցիալական որոշակի խմբերի չեն պատկանում եւ սոցիալական այն ծրագրերը, որ կառավարությունը ընդունել է, այդ ծրագրերի շահառու չեն։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությանը, ամենատարբեր տեսակետներ կան։ Ես իմ տեսակետները միշտ հրապարակային թափանցիկ արտահայտել եմ եւ իմ գնահատականները տվել եմ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներում, մարդկանց հետ շփումներում եւ ավելացնելու բան չունեմ։ Ես Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների գնահատականը տվել եմ, այդ թվում 3 Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ իմ ունեցած հանդիպման ընթացքում։ Ես այն ինչ որ հայտարարել եմ, դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես ձեր հարցին շատ հստակ այն ինչ որ հայտարարել եմ, դրան ավելացնելու ոչինչ չունեմ եւ ասում եմ, որ կան այլ տեսակետներ էլ եւ Հայաստանում կա տեսակետների բազմազանություն։ Այդ թվում մեր թիմակիցների շրջանում կան տարբեր տեսակետներ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Պարոն Փաշինյան 18-ամյա Դավիթին կալանավորեց ձեզ դատապարտած դատավոր մնացական Մարտիրոսյանը եւ դուք այն տարիներ առաջ երբ ձեզ էր կալանավորել Մարտիրոսյանը նրան անվանել եք տխրահռչակ դատավոր եւ ասել եք, որ այնտեղ ոչ թե դատավորն է նստած, այլ Սերժ Սարգսյանն է։ Շարունակում է դատավորը ձեզ համար նման տխրահռչակի համբավ ունենալ թե ոչ, եւ 3 դուք եք այնտեղ նստած, թե մնացական Մարտիրոսյաններ ուղակի նստած, եւ 2019-ին դուք հայտարարել եք, որ կոպիտ խախտումներ արած դատավորները պետք է հեռացվեն, իսկ մնացական Մարտիրոսյանը, երբ նայում ենք անցյալը, իր որոշումները, դատավճիռները, հենց դրանով էլ հայտնի է լինում։ Խնդրում եմ ձեր կարծիքը հայտնեք այս ամենի վերաբերյալ եւ մեկ հարց
զատիկի տոնին, որ եկեղեցի եք գնալու եւ ինչու այլևս նախապես չեք հայտարարում, որ եկեղեցի եք գնալու, որպեսզի ձեզ չընդունող մարդիկ չգան, հետո չկալանավորվեն, ձեր թիկնապահների կողմից չքաշքշվեն։ Ես երեք նստած եմ եղել օթանավում, հյուրանոցում, Կրեմլում, ավտոմեքենայի մեջ, ուրիշ տեղ նստած չեմ եղել։ Ինչ վերաբերվում է եկեղեցուն, ես շուտ եմ հայտարարել, որ չեմ հայտարարելու նախապես, ամենայն դեպս հիմնականում։ Իսկ եթե հայտարարելու առիթ կլինի, առաջիկա ճրագալույցի եւ զատիկի, սուրբ զատիկի հետ կապված, եթե առիթ կլինի, նպատակահարմար կգտնեմ, կհայտարարեմ։ Գնահատություն չունեմ, դատական համակարգով զբաղվող ինստիտուտներ կան, թող զբաղվեն։ Շնորհակալություն։ Այլ մեկնաբանություն չունեմ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Յուրասաց։ Պարոն Փաշինյան, դուք պահքի մեջ եք, ներողություն որ հարցնում եմ, պահպանում եք, գիտեք, որ ավագ շաբաթն է եւ քրիստոնեական օրացույցում ավագ շաբաթը առանձնահատուկ նշանակություն ունի։ Քրիստոսը ներեց մարդկանց, Հիսուս Քրիստոսը ներեց մարդկանց, մենք էլ պետք է ներենք մեր մերձավորներին, դուք երևի թե ինձնից լավ գիտեք։ Հնարավոր է, որ դուք ներեք 18-ամյային երիտասարդին, որը հուզական ֆոնի վրա ինչ-որ քայլ էր արել եւ նախաքննական մարմինը այնուամենայնիվ չի կարողացել հիմնավորել, որ դա կազմակերպված սադրանք է եղել ձեր նկատմամբ որևէ քաղաքական ուժի կողմից։ Ձեր թիմակիցները, մասնավորապես Վեդու համայնքապետը հրճվանքով արձանագրում է, որ այդ երիտասարդն իր վերջին զանգը անցկացնելու է ճաղերի հետևում։ Դուք լինելով քրիստոնյա մարդ, ով սիրում է եկեղեցին, գնում է եկեղեցի, այդ օրը գնացել էր եկեղեցի, որպեսզի աղոթեր եւ ըստ էության հաղորդություն ստանար։ Հնարավոր է, որ պահքի այս շրջանում դուք ներեք այդ երիտասարդին։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ դուք թյուրիմացության մեջ եք, որովհետև ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել, որ հիմա էլ ներեմ։ Ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել։ Ես ինչ կապ ունեմ այդ ամեն ինչի։ Այսինքն ես ում եմ։ Արգելից ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել ու չեմ մեղադրում, որ հիմա էլ ներեմ։ Թեման շարունակելով ընդհանրապես մի հստակեցում այդ միջադեպի հետ կապված ամենաուշագրավ հատվածն այն էր, որ դուք գիտեիք, որ տոնը մարդիկ եկեղեցում լիքն են եւ դուք ինչու փորձեցիք մարդկանց միջով ջեղքելով անցնել հասնել խորան։ Երբ որ ուշացած են գալիս եկեղեցի, սովորաբար վերջում են կանգնում, աղոթում են, ինչն է պատճառը խորան մոտենալու եւ երբ որ ձեր թիմակիցները ասում են սադրանք, հիմա սադրանքը ո՞րն է, որ դուք դիտմամբ եք գնացել, որ սադրանք լինի, չեմ հասկանում, երբ որ դա անվանում են սադրանք։ Այս հստակեցումը արեք, ինչու ճեղքեցիք անցակ։ Երկրորդ դուք Ռուսաստանում խոսում եք, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, բայց օրինակ քաղաքական ուժերից մեկը միասնության թեմվերը ահազանգում է, որ նրանց տարածք չեն տալիս մեծամորում եւ իրենց կամավորների հետ կապված ճնշումներ են գործադրում։ Հիմա եթե դեմոկրատիա է, սա ինչի մասին է խոսում։ Եվ նաեւ մի հստակեցում դուք Պուտին, Փաշինյան զրույցը երբ որ մենք տեսնում ենք, բայց դրանից ավելի բաց էր փոխվարչապետի հայտարարությունները դրան հետևած։ Բավականին սպառնալիք էր նաեւ Հայաստանի ներկայացված երկաթուղու հետ կապված, ասում է եթե դուք կոնսենսիոն կառավարումը վերցնելու մասին եք խոսում, մեզ ինչու եք հրավիրում օրինակ այդ երկու հատվածները վերանորոգելու համար։ Թրիփի հետ կապված նրանք ասում են, ինչպես է ստացվում թրիփը, եթե խնդիրներ է ստեղծում, բեռներ չեն կարող ռուսական չինականացնել, այդ դեպքում մեր տնտեսական շահը որտեղ է, եւ այսպես շարունակ։ Այդ խոսակցությունը արդյոք այդ աշճանի կոշտությամբ է անցել եւ արդյոք այս հարցերի հետ կապված իսկապես որևէ համաձայնության չեն եկել կամ այս օվերչուկե հայտարարությունները հանդիպումից հետո ինչի մասին են խոսում։ Ես այդ հայտարարությունների մեջ ոչ մի սպառնալիք չեմ տեսնում եւ մեր ասածների մեջ էլ ոչ մի սպառնալիք չկա։ Դա նորմալ աշխատանքային գործընթաց է, որտեղ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները։ Ես էլ եմ ասում, այդ համարվում եմ շատ հաջողված, որտեղ բոլոր ուղղություններով մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ եւ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հերթական փուլն է, որ բնականon զարգանում է։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ես երբ որ այդ ամենը ուղիղ եթերում ա եղել,
Ես երբ որ հասել եմ եկեղեցի, մուտքի մոտ հերթ եմ կանգնել, մարդիկ դուրս էին գալիս մի մասը մտնում էին, սպասել եմ դուրս եկողները դուրս են եկել, ես ներս եմ մտել, այսինքն այդտեղ ոչ մի, այսինքն անընդհատ մարդիկ դուրս էին գալիս եւ ներս էին մտնում։ Այն մարդիկ, որ ես գնացել էին ինձնից առաջ կանգնած էին, իրանք ներս մտան, եկավ ներս մտնելու իմ հերթը, ես էլ ներս մտա, այսինքն ինչու պիտի եկեղեցի ներս չմտնեմ։ Դա իսկ կներեք ինչու պիտի խորան չգնամ։ Այսինքն այդ որտեղ է ասված, որ ես պետքա խորան չգնամ։ Կներեք, բայց դուք այնտեղ եք եղել, տասնյակ մարդիկ դուրս էին գալիս, տասնյակ մարդիկ ներս էին մտնում։ Այսինքն եթե դրսից դուրս եկող չլիներ, ներս գնացող էլ չլինի։ Տասնյակ մարդիկ դուրս էին գալիս, տասնյակ մարդիկ ներս են մտնում։ Այսինքն ու առաջի անգամ չի, որ պատարագ կամ ծաղկազարդ է տեղի ունենում, այսինքն բոլորս էլ գնացել ենք տասնյակ անգամներով եւ այդ process-ը մարդկանց անդադ խոսք կա, ինչու՞ մա խնդրեմ։ Ինչ վերաբերվում է տարածք տալուն կամ չտալուն, ես ինչ կապ ունեմ որևէ մեկի սեփականություն տարածք։ Մեր կուսակցությունն էլ է բողոքում եւ ուրիշ կուսակցություններ են բողոքում, որ անշարժ գույք վարձակալության գները բարձրացել են եւ նաեւ դժվար է տարածք գտնել։ Բայց ինչ անեմ։ Գիտեք, ես հասկանում եք, ես որևէ մեկին չեմ ճնշում։ Բայց ես գիտեմ, որ մեր կուսակցությունն էլ է բողոքում, որ տարածքների հետ կապված խնդիր կա, որտեղ գները բարձրացել են եւ շատ փող ունեցող մարդիկ են մասնակցում եւ մասնակցում են, մեծ փողեր են դնում, դրա արդյունքում շուկայում պահանջարկը մեծանում է, գներն էլ թանկանում են։ Այդ նույն խնդրը մենք ունենք։ Շնորհակալություն եւ վերջին հարցը հանրային այլ։ Պարոն վարչապետ, նախորդին Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև ՀԱՊԿ-ի թեմային, դուք նշեցիք Հայաստանի ակնկալիքը 22 թվականին կոնկրետ իրավիճակում ՀԱՊԿ-ը չկատարելով իր պարտավորությունները չմիջամտեց։ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ իր հերթին պարզաբանեց, որ 22 թվականին թե ինչ էր սխալ միջամտությունը, հետաքրքիր է սրանից դուրս այս թեմայով քննարկում եղել է թե ոչ, խնդրեմ ձեր մեկնաբանությունը ռուսական կողմի արձագանքին եւ արդյոք Հայաստանի մոտ կա փոփոխություն այս պահի մոտեցման մեջ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով։ Գիտեք, իհարկե մենք իմիջիայից ասեմ, այս թեման առաջի անգամ չի որ մենք քննարկում ենք, նախկինում էլ ենք քննարկել, բայց ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն է, որ շատ լավ եղել է 21 թիվ, եղել է 22 թիվ, մենք անընդհատ չպետք է այդ կետնի վրա մնանք։ Եվ մեր հարաբերությունները մեծ օրակարգ ունի եւ մեծ պոտենցիալ ունի, եւ մենք պետք է առաջ նայենք, որովհետեւ այո, ամեն մեկը ունի իր ճշմարտությունը այդ հարցերի վերաբերյալ։ Եվ մենք անընդհատ այդ նույն կետի վրա սկսենք քննարկել, ծանոթ անել եւ այլն։ Իհարկե դրա անհրաժեշտությունը կար, բայց ես կարծում եմ, որ բավարար չափով արդեն ծանոթ ենք արել եւ եկել ենք որոշակի եզրակացությունների հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացությունները իրար հետ։ Հիմա դա իհարկե շարունակեցինք քննարկումը, բայց իմ եզրակացությունն ու առաջարկներն էր, որ եթե հնարավոր լինի, լավ կլինի, որ մենք բավարար չափով քննարկված համարենք թեման եւ անցնենք մեր օրակարգի մյուս թեմաների քննարկմանը եւ այդպես, այսինքն անդադ հետ նայելու այդ ռեժիմում չլինենք։ ՀԱՊԿ-ի մասով դե ես ասել եմ, որ պոզիտիվ առումով, այսինքն վերադարձի առումով փոփոխությունը ակնկալելը իրատեսական չէ։ Շնորհակալ եմ։